Վերջապես ունեցել ենք այսպիսի դեռ շատ ենք ունեցել այս նմանատիպ խոսքեր, բայց չեմ անում, ինձ թվաց, թե սա վերջի ժամանակների ինձ համար շատ լավերից մեկն էր։ Այսօր ուզում եմ խոսել խոսքի հիմքերի մասին, խոսքի կամ քանդել սխալ խոսքերի, սխալ դավանանքների թողնված հետևանքը։ Ուզում եմ ասել, այսօր մի 4 կետ կա, ուզում եմ շատ արագ կիսվել ձեր հետ, եւ ովքեր որ մեզ կլսեն, մեր սիրելի on-line ընտանիքը, մեր սիրելիներ, ովքեր որ մեզ դիտում են on-line, ովքեր որ դիտում են մեզ տեսանյութով, ուզում եմ ասել, որ խոսքը զորություն ունի։ Աստված խոսքը զորություն ունի։ Եվ ես կարծում եմ, որ այդ խոսքի զորության նրա հետևանքների մասին երբեմն մենք լավ պատկերացում չունենք։ Կարծում եմ, որ մենք այսօր կարիք ունենք հասկանալու հնչած խոսքը ինչ մեծ զորություն ունի։ Գիտեք, Տեր Հիսուսը այս աշխարհ չբերեց ատոմային ռումբ, ավտոմատ կալաշնիկով, չբերեց ոչ մի զենք, ոչ մի բան, նա բերեց կարևորագույնը, գրված է, որ նա էր բանը, նա էր խոսքը, նա բերեց խոսք, մեծագույն ես կարծում եմ, որ միշտ կարիք կունենանք հասկանալու խոսքի զորության մասին, մեր պատկերացումները միշտ կարիք կունենանք ստուգելու։ Մի քանի համար եմ ուզում կարդալ այդ մասին, խոսքը շատ մեծ զորություն ունի։ Շատ ափսոս, որ մենք երբեմն չենք հասկանում կամ եթե հասկանում ենք, դա ուշ ենք հասկանում։ Արդեն գիտեք, երբ որ ուսումնասիրում եի, պատրաստվում եի այսօրվա խոսքին, գրված է, որ մենք կնայենք այդ համարները, խոսքը կառուցում է կառույցներ, բայց դա դեռ պտուղը չի։ Պտուղը դեռ դա կլինի մի փոքր ուշ։ Եկեք նայենք միասին։ Առակաց թուղ գիրք 18-21-ից եկեք մի քանի համար կարդանք։ Սուրբ գիրքը ինչ է խոսում խոսքի մասին, շուրթերի մասին, լեզվի մասին։ Առակաց 18-21-ից կամ 20-ից տարբեր տեղեր, տարբեր աստվածաշնչերը, տարբեր տեղերից է սկսում։ Մարդ իր բերանի պտուղով պիտի կշտացնի իր փորը։ Պատկերացնեք, հակառակն է, չէ՞ լինում։ Բերանով ուտելուց է կշտացնում իր փորը, բայց բերանից ելածից, բերանից դուրս եկած կառույցից է լցնելու իր փորը։ Պատկերացնում եք, մարդը իր բերանի պտուղով կկշտացնի իր փորը եւ իր շուրթերի պտուղովը պիտի հագենա։ Նայեք ինձ խնդրում եմ։ Ինչ է սա։ Սա ոչ այն միտքն է, որ մենք զարմանալի է, Սուրբ գիրքը մի քանի գաղտնիքներ եմ ուզում ասել։ Ոչ թե ինչ կմտածես, ինչ ես մտածում, չէ՞ որ մենք երբեմն շատ բան նաև մտածում ենք, անում ենք լուր։ Ես կարծում եմ, որ շատ լավ է երբեմն, որ մենք բառը քիչ օգտագործենք, ավելի լավ է մտածենք։ Երբ որ մենք մտածում ենք, տեղ ենք տալիս ողջամտությանը, մտածում ենք, դա ինստինկտյան աշխատում է զատելու կամ ֆիլտրացիայի process-ը, երբ որ մենք դանդաղ, չէ՞ որ խոսքը մեզ սովորեցնում է, արագության մեջ չենք կարող խոսափել մեղքից, արագության մեջ մեղք կա, երբ որ մենք արագ խոսում ենք, հա՞, կա, ես կմիացնեմ ես ու շատ հետաքրքիր է, որ երբ որ մենք սկսում ենք մտածել,
ավելի մեծ գործ ենք անում, քան խոսում ենք ինչ որ առումով, որտեղ որ ես նայեցի, որտեղ որ կարդացի, պատկերացնեք ասում այ խոսքով, ոչ միտեղ չի ասում եւ Աստված մտածեց, եւ մարդը մտածեց, գրված է ասած խոսքով, նա դեժը, այ քեզ բան, ինչքան կարևոր է ասված խոսքը, խոսքը զորություն ունի, հարազատներ, սիրելիներ, խոսքը զորություն ունի, գրված է, որ իր խոսքի, իր շուրթերից դուրս եկածից կլցնի իր փորը, կլինի ինքը, կլինի իր կյանքը, եկեք շարունակենք, տեսեք ինչեր մենք կարող ենք, տեսեք մենք հիմա էլ խոսում ենք, չէ՞, հիմա էլ ես էլ եմ խոսում, մի քիչ առաջ խոսում էինք, 1 ժամ առաջ խոսում էինք, 2 ժամ առաջ խոսում էինք, հիմա խոսում ենք, դուրս գանք խոսանք, մենք անընդհատ խոսքով ինչ որ բան կառուցում ենք, ամեն ինչ կառուցում ենք, երազանքներ են կառուցում, ցանկություններ են կառուցում, եկեք նայենք միասին, տեսեք, մարդն իր բերանի պտուղով կկշտացնի իր փորը, եւ իր շուրթերի պտուղով պիտի հագենա, 21-ը նայեք 21-ը, մահը ու կյանքը լեզվի ձեռքին են, մահը, ինչ է մահը, երբ որ ավարտվում է ինչ որ մի կյանք, ինչ որ մի գործունեություն, վсё, ավարտվեց, բայց կա կյանք, որ շարունակվում է, որ հաճելի է, որ կարելի է շարունակել, կարելի է երազել, հավատքից հավատ, փառքից փառք, մտքից միտք, գործից գործ, տեղից տեղ, երկրից երկիր, կյանքը շարունակվում է, բայց կա նաև մահ, որ այդպիսի իշխանությունն է տրված լեզվին, պատկերացնում եք, գտակ այդ հատվածները, մարդու բերանն ու լեզուն այդ աստիճանի զորություն թեխի Աստված տվել չեմ հասկանում։ Երանի մենք կարողանանք ամեն բառի վրա դողալ, ապրել, արարել, կառուցել, դա մեծ գեղեցիկ արվեստ է։ Երանի Աստված օգնի մեզ բոլորս կարողանանք այդ արվեստին փայլուն տիրապետենք։ Որտեւ այդ բառերով ենք մենք ընկճվում, այդ բառերով ենք մենք տխրում, այդ բառերով ենք մենք ուրախանում, այդ բառերով ենք քաջալերում, այդ բառերով ենք ինչ որ մեկին տանում անկման, պարտության կամ մահվան։ Մահվան ու կյանքի լեզվի ձեռքին է եւ ով հաղթահարում է այն պիտի վայելի նրա պտուղից է։ Մարդիկ հաճախակի չեն գիտակցում իրենց արտաբերած կամ արտասանած կամ արտահայտած խոսքերի ուժը եւ նրանց հետևանքը։ Ես վստահ եմ, որ մենք խոսքերին այդքան չենք կարևորում։ Բանա, մտածում ենք այսպես, տոպրակա բացենք ու շախտանք։ Ես հավատում եմ սրան, որ կա այդպիսի բան, խոսանք, կարևորը ինչ որ բան խոսանք, ես կարծում եմ, որ մեծ վտանգ կա, երբ որ մենք չենք հավատում դրան, խոսքը մեծ զորություն ունի և մեծ հոգևոր հետևանք ունի, ցավոք սրտի շատերը դրա մասին չեն պատկերացնում, կարիք չունեն, հիմա խոսում եմ, որ դուք պատկերացնեք, առաջինը, խոսքը զորություն ունի, ամեն խոսք, որ դուք խոսում եք, ես հավատում եմ սրան, որ չեք պատկերացնում ինչ անելու այդ խոսքերը, ես հավատում եմ սրան, բայց եթե դուք պատկերացնեք, օրինակ ինչ որ մի միտք եք արտահայտում, Երանի պատկերացնեք, որ այդ խոսքը բառից բուն իմաստով հենց հիմա դուրս եկավ ու մարմինը հագնելու, հետևանք ունելու։ Ես հավատում եմ, որ դուք տեղն ու տեղը միանգամից կփորձեք այդ միտքը փոխել կամ չասել։ Բայց քանի որ
մտածում եք դե խոսում ենք դե բանը ասեցի հիմա կարծում եմ այդ պահին երբ որ մենք խոսում ենք շռայլում ենք բառերը ես կարծում եմ որ մենք չենք պատկերացնում դրա հետևանքները եթե այդպես չի մենք ուղղակի ստից խոսում ենք ես էլ ծաղկացնում եմ ապա ինչի են մարդիկ հավաքվում մի թեմայի շուրջ եւ խոսում ստեղծում կարծիք ու հետո այդ կարծիքը կիրառում հասկացաք միտքս օրինակ մենք ունենք ինչ-որ մի մարդու մասին նեգատիվ կարծիք հավաքվում ենք եւ մենք սկսում ենք մտքեր արտահայտել մտքեր մի ինչ-որ խումբ հավաքվում ենք եւ ինչ-որ նեգատիվ եւ այդ արտահայտած միտքը մենք ողողում ենք լցնում ենք մեր կյանքը եթե մենք հավաքվենք ինչ-որ մեկի շուրջ ու սկսենք պոզիտիվ, ես վստահ եմ, որ ինչ-որ ժամանակ անց մենք կտեսնենք պոզիտիվը։ Շատ կարևոր է մեր հավաքվելու շարժառիթը, շատ կարևոր, քանի որ մենք չենք հավատում, ես սկզբից ասացի, չենք հավատում, որ խոսքը զորություն ունի, դրա համար մենք հավաքվում ենք ուղղակի խոսալու, բայց Սուրբ Գիրքը մեզ սովորացնում է, ուղղակի բառերը դուրս չեն գալիս։ Դրանք գալիս են եւ աշխատում են։ Չկա հենց այնպես ասած բառեր, մտքեր, չկա հենց այնպես ասած խոսակցություն։ Տեսեք, խոսք ասում է, «Էդի շատ լավ, հավաքվենք, խոսանք ինչ-որ մասին, մեկի մասին նեգատիվ, կտեսնենք այդ մարդու անկումը»։ Կտեսնենք, նշանակ, ես սրան տեսել եմ, հավատում եմ, ստեղծում ենք հասարակական կարծիք, այդ խոսքը ուղարկում ենք, ինչ-որ ձեր տեղը հասնում, այդ մարդուն, եթե լսում է, եթե չէ ինչ-որ ճանապարհներ, որտեղ Տիրոջ խոսքն է ասում, խոսքը թռչունները հասցնում են անգամ ննջարանի պատուհանից։ Եվ լավ, ուզում եմ հանգիստ գնալ, արդյոք խոսքով չեն դիվանագիտություն անում, հանդիպում են մարդիկ, խոսքով պատերազմներ են սկսում, խոսքով պատերազմներ են կանգնեցնում, խոսքը ունի շատ մեծ զորություն սերներ։ Ես այսօր կոչ եմ անում ինձ, չեմ առնում ձեզ, չեմ անում մեզ սիրելի հետո հետագայում տեսնող մեր ընտանիքի մյուս անդամներին, բոլորին, ես առաջին ինձ կոչ եմ անում այսօր, խոսքը իսկապես զորություն ու ուժ ունի եւ նա գուցե այդ պահին չի կառուցում, բայց անպայման այդպես չէ, միգուցե այդ պահին պտուղ չի տալիս, բայց նա կառուցում է, ստեղծում է հիմքեր վաղվա պտուղի համար։ Այն ինչը որ մենք այսօր ունենք, ինչ մթնոլորտ որ ունենք, ինչը որ ունենք, Էդի երեկվա մեր խոսացածներն են։ Ինչը այս երեկվա խոսացածը մենք այսօր ենք տեսնելու պտուղը, բայց այսօր ինչ խոսում ենք, այսօր էլ պտուղը գուցե չտեսնենք։ Այսօրվա մեր խոսացածի պտուղը մենք կտեսնենք ինչ որ ժամանակ հետո։ Շատ կարևոր է մենք այսօր որոշենք, ինձ եմ ասում, ինչպիսի պտուղ եմ ես ուզում վաղը տեսնել։ Ինձ եմ ասում, նորից եմ ասում, ինչպիսի պտուղ եմ ես ուզում տեսնել։ Լավ, դրական, լույսի, ուրեմն խոսասա, ուրեմն ասասա, ուրեմն հռչակիսա։ Ցանկացած մեզանից մեկը պատկերացրա, որ դու ընտանիքի մեջ ես, ընկերների մեջ ես, հարազատների մեջ ես, քեզ համար թանկ մարդկանց մեջ ես եւ դու լույս ես խոսում։ Քանդում ես խավարի գործերը, գրված է առաջի Սաղմոսում, լսում եք ինձ, արդարը ամբարիշտների խորհրդից փախչում է, արդարը ամբարիշտների խորհրդից փախչում է, եւ նրանց գրված է աթոռներին չի նստում, որովհետեւ նա լույս է, գրված է լույսը խավարի հետ ինչ գործ ունի, ոչ մի ընդհանրություն չունի սերներ։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք մեր շուրթերը, մեր խոսքերը հավատանք այն ամեն ինչ որ խոսում ենք, ավելի լավ է չխոսանք, որովհետեւ ես զարմացած եմ, ես արդեն 30 տարվան եմ մոտենում
Աստծո խոսքն եմ խոսում, 30 տարի եմ մոտենում, ես միկրոֆոն եմ բռնել իմ ձեռքը եւ նոր եմ նկատում սա, նոր եմ նկատում, որ Աստված չմտածեց, գրված Աստված խոսքով, Աստված խոսքով, Աստված խոսքով, երբեմն խոսքեր կա Երանի, թե մենք չասեինք։ Երանի չասեին մեզ, ինչ որ մեկը, որ մեզ խոսքեր են ասում։ Դա ծանր հետևանք է ունենում, սիրելիներ։ Խոսքով ենք սիրահարվում, խոսքով ենք հիասթափվում, խոսքով, բոլորը։ Այս ինչը որ խոսքի, որ մենք հասկանանք խոսքը զորություն ունի եւ թշնամին դեռ չի օգտվում, դուք թշնամին օգնում է, սատանան օգնում է, որ մենք դա կառուցենք, բայց պտուղը դեռ դա պտուղ չի։ Երբ որ մենք ինչ որ բան ենք կառուցում, պտուղը վաղը կլինի։ Խոսքը զորություն ունի։ Սաղմոս 33-9 հատվածում եկեք նայենք միասին։ Նա խոսեց։ Ես այնտեղ մի փոքր զարմացա, չի նկատել, որ այսինքն ոնց չի նկատել, բազմաթիվ անգամ կարդացել եմ Աստվածաշունչը, եւ Աստված խոսեց, բայց դա մի տեսակ չի նկատել։ Գիտեք, խոսքը, ֆիզիկական ասված խոսքը, ավելի լավ է լռես, մի բառ պակաս ասես, մի բառ, որովհետեւ կսպանես թե քեզ, թե կսպանես քո դիմացի մարդուն։ Սպանում ես թե քեզ, թե քո դիմացի մարդուն, օրտում ես թե քեզ, թե քո դիմացի մարդուն, կառուցում ես բարի, թե քեզ համար, որտեղ գրված է իր բերանի ինչից, պտուղից, դու քո կառուցածից կհագեցնես, կշրջադա կլինի քոնը, ու հետո մենք ասելու ենք, կյանքը էս ինչ անարդար է, չէ՞, կյանքը անարդար է, հա, բայց դու ես կառուցել դա։ Ում ես մեղադրում։ Գրված էր մի քշի 120 կմ/ժ արագություն, որտեվ 40 նշան էր դրած, բայց դու գնում ես 120 կամ 140-40-ի փոխարեն արագության մեջ հնարավոր չի, բթանում է, ավելի թուլանում է մեր զգոնությունը, տեսա արձագանքը, ռեակցիան թուլանում է։ Մենք չենք հասցնում կողմնորոշվել։ Շատ կարևոր է, որ մենք ամեն խոսքի համար հասկանանք, որտեվ դա մարմին է հագնելու։ Ամեն խոսքը մարմին է հագնելու ու դառնալու է մերը։ Հետո մենք ասել ենք, անարդար կյանք, անարդար աշխարհ, այս ինչ էր։ Հա, բայց որ վաղտ մարդիկ դա անում են Աստծո խոսքից անտեղյակ, բայց մենք տեղյակ լինելով, դա բացարձակ հանցագործություն է մեր անձերի եւ այս մարդկանց նկատմամբ, երբ որ մենք գիտենք դա անում ենք, գրված է 2 անգամ ավել կծեցեն դատաստանի օրը։ 2 անգամ, եթե նրանք չգիտեին, բայց արել են, մի հատ կծեցեն։ Բայց ով որ գիտի, որ դա հանցանք է, եւ անում է, գրված է 2 անգամ ավել են ծեցելու, պատկերացնեք։ Գոնե են ծեցը, որ պիտի ուտենք։ Իհարկե մենք հաստատ երկինք ենք գնում եւ այսօրվա խոսքը դրա մասին է։ Այսօրվա խոսքը մեզ ավելի լավն է դարձնում, ավելի զգուշավոր է դարձնում, ավելի քանի մեր սիրտը, լսեք, Փառք Հիսուսին, գիտեք այս առավոտ ինչի համար, որ մեր սիրտը չի կանգնել այսօր։ Մենք հնարավորություն ունենք ուղղելու մեր կյանքը։ Սա շատ լավ նորություն է։ Փառք Հիսուսին, որ մեզ այսօր տուն չի կանչել։ Եվ մենք հատուցում չենք ստանա այսօր։ Գիտեք, սա շատ լավ բարի լուր է։ Ուղղել ինչ-որ բան, շտկել ինչ-որ բան, երբ որ մենք կանգնենք նրա դատաստանի առջև, հերիք չի, ստեղ մի բան չստացվեց, գանք երկինք, ընդեղ էլ մեզ ուղարկեն հավիտյան կրակի մեջ, ստեղ ընդեղ էլ շատ կարևոր է։ Տիրոջ խոսքն ասում պատրաստեք ձեզ համար ապրուստ երկնքում, որտեղ ընդեղ ցեց չկա, ժանք չկա եւ այլն եւ այլն եւ այլն։ Շատ կարևոր է, առակաց նա խոսեց եւ եղավ, նա հրամայեց եւ հաստատվեց, եղավ, գրված է ոչ թե նա մտածեց,
այլ խոսեց։ Ինչ ասեց առակած թղթում, հիշում եք, ոչ թե մարդն իր մտածածի, լսում եք, ոչ թե մարդն իր մտածածի պտուղներով կլցնի իր որովայինը, այլ խոսքերը, այդ ինչ բան է այդ խոսքը այդ այսինչ շռայլում ենք, այստեղ մեկը կատակեց, այս մեր իսպանացիք, որ խոսում են, ոնց որ մտածեն խոսքերը հեսա կվերջանա շատ, շուտ ասեն, որ արագ են խոսում, շատ են ասում, ես կարծում եմ, որ մեր պարագայում խոսելուց պետք է կապ հաստատել երկնքի հետ նոր խոսել։ Միանգամից խոսքը գուցե տեղն ու տեղը պտուղ չտա, բայց գրված է, որ պտուղը, դե տեսեք, խոսքը համեմատում է պտուղի հետ։ Դուք այսօր շատերը տեսնում եք, ինչպես է աճում պտուղը ոնց է լինում, միանգամից է, եթե դա մարդա, կինա 9 ամիս է տևում մինչև պտուղը, չէ՞։ Ինչ որ մի միտք, ինչ որ մի ծառ, ինչ որ մի բույս, մինչև ընկնում է, այդ խոսքը սերմի պես ընկնում է, գուցե տեղն ու տեղը չաճի, գուցե տեղն ու տեղը կայծակնային արագությամբ հրաշքի հետ ֆիլմերի պես պտուղ չտա, բայց նա արդեն ընկել է, խոսքը ասել ես, նա ծտի պես ընկել, ծիտ ասում է, խոսքը ճնճղուկի պես է թռավել, չես բռնի։ Խոսքը ասվեց, տեսեք, նորից ասվեց, առակած 20-21-ում տեսնում ենք, էլի ասվեց, էլի խոսքը փաստորեն զորություն ունի, շատ կարևոր է, որ մենք սկսենք ամեն բառի վրա դողալ, խոսքը ընդունեք սերմ, խոսքը ընդունեք քար, այդ քարով կամաց կառուցում եք, հենց մի օր բացումը արվեց, վաու, թող ու փախիր։ Խոսք, տանիքը կապեցին, բացումն արեցին, մտնում ես, տենում ես քաոս ու կաշմար։ Խոսքը զորություն ունի, հաջորդը ինչ եմ ուզում խոսալ, դա սխալ հիմքեր դրվող, սխալ հիմքեր դնող խոսքեր, շատ կարևոր է ճիշտ խոսքերով հիմքեր դրվի։ Մատթեոս 12-րդ գլուխ 36 համարից եկեք կարդանք մեր սիրելի Տիրոջ խոսքը, գիտեք, ոչինչ ինձանից չեմ հանում, չէ, Սուրբ Գիրքն ենք նայում միասին, սա Տեր Հիսուսը, մեր քրիստոնյաների Տերը, տերերի Տերը, արքաների արքան, իր խոսքերը։ Մարդ իր մտածելով արդարացվելու է եւ խոսքերով դատապարտվելու, ինչ որ մի բան ստեղ սխալ ասեցի, չէ՞։ Չնկատեցիք սխալս։ Մարդ իր մտքերով դատապարտվելու է կամ իր մտքերով օրհնվելու է։ Ոչ սիրելիներ, ինչ է գրված։ Մարդ իր խոսքերով արդարացվելու է եւ իր խոսքերով դատապարտվելու է։ Սա արդեն երրորդ անգամ ենք մենք տեսնում։ Մարդ իր ոչ թե մտածածով, այլ խոսքերով բարձրանալու է իր խոսքերով, իջնելու է հավիտյան տանջանքների մեջ, թե այս կյանքում, թե մյուս կյանքում, մարդը չի մահանալու սիրելներ։ Ուղղակի մահը տեղափոխում է մեզ մի ուրիշ իրականության մեջ, որտեղ գրված Աստված ստեղծեց մարդուն եւ իր հոգին տեղադրեց մեր մեջ, մենք դարձանք կենդանի մարդիկ, հողից սարքեց, հողը կգնա հող, բայց մեր էությունը կգնա պատասխան տալու։ Շատ կարևոր է, որ մենք հասկանանք սա, Մատթեոս, մարդը իր մտքերով չէ, իր գործերով էլ չէ անգամ, գրված է իր խոսքերով, արդարացվելու է եւ իր խոսքերով դատապարտվելու է։ Խոսքեր, որոնք ստեղծում են մարդու շուրջ անվստահություն, ճնշումներ, մեղադրանք, ինքնադատապարտություն, այս սխալ խոսքերն են, ճնշում, մեղադրանք, վիրավորանք, երբ որ մենք այն X օրվա մեջ, տկարության մեջ սկսում ենք
խոսել անընդհատ ու շատ ու երբ որ չենք հսկում, երբ որ բառերը մեր կոնտրոլ են, չի հսկվում, ուղղակի ասես հոսում է, հա չկա այդ շլյուզի դեմը մի բան փակել, մի բան դնել այդ պահին։ Ցասումի բարդ այդ բարդ իրավիճակներում Երանի մենք ուղղակի մտածենք, լռենք, մտքի մեջ դաժե կռվենք, լավ, բայց ոչ բառեր ասենք։ Այն բառերը, որ չի շինարարում, լսում եք, այն բառերը, որ չի քաջալերում, որ չի բարձրացնում։ Օրինակ, դու քիչ արդյունավետ մարդ ես, կամ քեզ հետ Աստված չի, կամ չգիտեմ, քեզ չի լսում Աստված։ Դրանք կամ քո գործունեությունը մեկը ինչ էլ անես նրանց չես հասնի, ում նրանց, ես շատ եմ անում, չէ՞, մեկը ինչ էլ անես, մեկը մալյար ես։ Ես համարթեն մտածում ա դե ինչ նկարի, մեկը իր վրա դրել են մալյարի անունը։ Մեկը դու էդ ես։ Մեկը դու էդ ես, չէ՞։ Ես շատ ժամանակ ասում եմ, դու էդ չես, ես գիտեմ քո հնարավորությունը։ Բայց մարդը, դիմացիս մարդը, ինքը ասում է, չէ, ես էդ եմ։ Խոսքը, մենք ինքներս մեզ նաև խոսանք։ Մենք մեր վրա կարող ենք խոսալ։ Մենք ինչ-որ մի բան վերջում կանենք, լավ։ Սխալ խոսքեր, երբ որ մեզ ճնշում, լարվում, երբ որ անվստահություն, մեղադրանք, դրանք բոլորը վատ խոսքեր են, դրանք բոլորը վատ հիմքեր են, դրանք բոլորը մեզ լարում են, դրանք բոլորը մարդուն տանում են կործանման։ Ամեն բան իմաստ է դարձնում մարդկանց համար։ Դրանք սխալ դավանանքները դառնում են հոգևոր պատնեշներ։ Հիշում եք Պողոս առաքյալը իր թղթերում ասում է, մենք Առաջի Կորինթոսի կարծեմ 4-րդ գլխում է, եթե չեմ շփոթվում, մենք գերում ենք Քրիստոսի անունով ամրոցներ։ Մարդը արդեն ամրոցներ է իր մեջ կառուցել, ամրոցներ։ Մենք պիտի Քրիստոսի արյունով քանդենք այդ ամրոցները, այդ դավանանքները, այդ սխալ խոսքերը, այդ շատ սխալ խոսքերը, որ մենք դրել ենք մեր վրա, մարդիկ դրել են մեր վրա, չգիտեմ, այս հասարակությունը թշնամին դրել է մարդկանց վրա եւ այլն։ Մենք պիտի քանդենք, ասա ամեն Հիսուսի անունով, մենք կարող ենք քանդել դա։ Եվ վերջինը, երրորդը լուծումը, մենք ուզում ենք, որ լուծումներ լինեն։ Այդ վատ խոսքերը, այդ դավանանքները, այդ քանդել այդ բոլոր դավանանքները, որ լինում է մեր շուրջ մեր կյանքում։ Կառուցել արդարության, ճշմարտության վրա։ Եկեք Մատթեոս 15 գլխից մի համար կարդանք եւ աղոթենք միասին։ Մատթեոս 15-րդ գլխի 13 համարը։ Ամեն մի բույս, որ իմ հայրը չի տնկել, ամեն մի բույս, որ իմ հայրը չի տնկել, պիտի արմատախիլ արվի, ասա ամեն։ Այն բոլոր քո կյանքում, իմ կյանքում, քո կյանքում, իմ կյանքում, քո երեխայի կյանքում, քո ծնողների կյանքում, հո մենք չենք ուրախանում այն բոլոր բույսերը, հո չենք ուրախացել, որ նախ բույս է տնկած այդպիսի, որ հորից չի, չենք ուրախանում, չէ, նայեք ինձ բոլորս, ուրախանում ենք, որ մեր հարազատների կյանքում սատանան բույս է տնկել, չենք ուրախանում։ Բայց այդտեղ շատ հետաքրքիր է, չի ասում պտուղ, հələ այդ բույսը հնարավորություն ունել որպես մոլախոտ, նայեք ինձ, որպես մոլախոտ քաղաքան անել այսօր Տեր Հիսուսի անունով։ Թույլ չտալ, որ այդ դառնա հետո ծառ։ Գիտեք, մի հատ կորիզի մեջ, ասենք թե խնձորի կորիզի մեջ ինչ կա, ով կասի։
Մի հատ խնձորի կորիզի մեջ ինչ կա։ Խնձորի ծառ։ Հա, մենակ խնձորի ծառ կա խնձորի կորիզի մեջ։ Ոչ, խնձորի այգի կա։ Մի հատ կորիզի մեջ։ Այսօր ես ու դու սիրելի Տեր Հիսուսի ապրողների, մեռելների, ինքը սահմանափակված չի ժամկետներով, տեղերով, կենսաբանորեն, ոչինչով, նա կարա եղածը, դրածը, չեղածը, հələ որ պիտի գա, ամենը քանդի այսօր։ Բոլոր այն անեծքները, բոլոր այն սերմերը, գրված այն բույսը, հələ ոչ թե պտուղը, ոչ թե ծառը, այլ ամենը ինչ որ կա նա կարա քանդի, իմ, քո, մեր հարազատների, մեր համար, ով է ուզում որ քանդի իր կյանքում նա։ Ուզում եք որ նա քանդի։ Ուզում եք որ քանդի։ Չեմ լսում, ուզում եք թե չէ։ Որ այդ բույսերը մի հատ էլ կարդամ, լավ, որտեղ մի հատ էլ կարդամ։ Ամեն մի բույս, պտուղ չէ, ծառ չէ, բույսը, հələ բույսը, շիթիլը։ Ամեն մի բույս, որ իմ հայրը չի տնկել, պիտի արմատախի, ոչ թե մի քիչ, ոչ թե էտենք, լավ, էթանք ասենք, սենց ասենք։ Հա լավ չէ։ Հիսուսի անունով ես քանդում եմ, իմ ընտանիքի անդորը թույլ չեմ տա, որ այլևս սենց լինի, կամ նես լինի։ Հա լավ չէ։ Ոչ թե էտել, որ ավելի մեծ պտուղ տա վաղը, այլ բռնում ես այսինքն վզից, արիստե ասեմ, առա, քո արմատախիլ ես անում այդ սիրով ու ուրախությամբ, դևին, սատանային քո կյանքից, քո ընտանիքից, քո հարազատների կյանքից, արի ասեմ, հայրը քեզ չի տնկել, այսպիսի մթնոլորտ, այնպիսի խոսքեր, այսպիսի վիճակ։ Հայրը չի տնկել վիրավորելը, հայրը չի տնկել լարված պահելը, հայրը չի տնկել ասել անես չանես, մեկա չես հասնի, մեկա նրանցից հեռու ես, մեկա աղանդավոր ես, մեկա չգիտեմ ինչ ես։ Շիթիլ ժամանակ, դեռ ծիլ ժամանակ հնարավորություն է տալիս Տերը իր խոսքով բոլոր այդ խոսքերը, բոլոր այդ մեղադրանքները սատանան երբ որ շշնջում է մեր ընտանիքի մեջ, մի հատ արհամարի հələ դրան, մի հատ հələ վիրավորի դրան։ Ասա հորից չի գալիս, հորից չի գալիս, հələ մի հատ վիրավորի ասա դու ինչ էլ անես, քո մոտ չի ստացվի, դու չես հասնի դրան։ Մեկը քո ծնողներդ ինչ էլ որ անեն, Ռեմբրանդը չեն դառնա, մեկը մալիարել մնալու են։ Շրջում ասա, լսի, ես արդեն լսեցի դու ով ես։ Ամեն մի բույս, որ իմ հայրը չի տնկել, պիտի արմատախիլ արվի։ Ամեն, չի ասում, առաջարկում եմ, ցանկանում եք, եթե արմատախիլ արեք Հիսուսի անունով։ Քո երեխատ անհաջողակ չի, լուզեր չի, ասա ամեն։ Ինչ-որ մեկը կասի ամեն, քո տղատ լուզեր ու անհաջողակ չի, ասա ամեն, քո ամուսինդ, քո ընկերդ, հարազատդ, բարեկամդ, լուզեր չի, անհաջողակ չի, ասա ամեն։ Քո երեխատ հաջողակ է Հիսուսի անունով ասա ամեն, հայրդ հաջողակ է ասա ամեն, մայրդ զորավոր կին ասա ամեն, ոչ թե արա հա էլի միանանք ես էլ իմ շիթիլը տնկեմ, ես էլ իմ բույսը տնկեմ իրար կյանքում, իմ երեխաների կյանքում, ոչ, ինչ ես անում, վզից բռնում ես ու տուր թե կտաս շանճակատին Հիսուսի զորավոր խոսքերով ու արյունով։ Ոչ թե ես տխրում եմ ինչ-որ մեկի հաջողությամբ։ Լսի ինչ է նշանակում մեկի հաջողությամբ տխրել։ Նշանակումը թշնամին բերել է նախանձի շիթիլը տնկել։
Մենք տենում ենք, չեն կարողանում ուրախանալ։ Չեն կարողանում ուրախանալ, որտեվ ոչ թե ինչ որ մեկն է աշխատել այդ մարդու հոգու մեջ, այլ սատանան բերել ու բույս է տնկել։ Շատ կարևոր է որ հանել այդ բույսը։ Հին դավանանքները պետք է քանդվեն։ Ուզում եմ ասել, վերջացնում եմ արդեն։ Ինչ եմ ուզում ասել։ Ասեք խնդրեմ, մի այսպիսի ասացված կա մի երկրի լեզվով, պարտքը վճարելով է սիրում։ Այո։ Երբ որ պարտք ես լուծումը ո՞րն է։ Երբ որ քեզ ինչ որ մեկը պարտքը, գեղեցիկ է, երբ որ բերում են պարտքը վճարում են, չէ՞ սիրեմ։ Շատ կարևոր է այսօր հիմա մենք մեր ծառայությունը կավարտենք, տեսախցիկը կանջատենք եւ մենք կաղոթենք միասին եւ կապաշխարենք բոլոր այն խոսքերի համար, որ ասել ենք մի օր առաջ, 10 տարի առաջ, 20 տարի առաջ, 30 տարի առաջ, չգիտեմ, եւ մեր վրա որ ասել են, մենք միասին կարող ենք գրվածա որ ապաշխարությամբ, զղջալով եւ ապաշխարությամբ, հա որ աշխատում է Տիրոջ խոսքը։ Տեր, մենք քանդում ենք այն բոլոր խոսքերը, որ ասել ենք, որ մեզ են ասել։ Մենք քանդում ենք, որովհետև Տիրոջ խոսքն ասում է բոլոր մի հատ խնդրում եմ, մի հատ վերջի ուշադրությունը էլի դարձրեք, վերջի ուշադրությունը դարձրեք։ Ամեն մի բույս, որ իմ հայրը չի տնկել, ում ասա ասում, ում ասա ասում, նա իր տանն է ասում, իր ժողովրդին է ասում, սիրելիներ։ Քո կյանքից նա պատրաստ այսօր, հենց այսօր, իմ կյանքից, լսում եք, բոլոր լսողների կյանքից, բոլորի կյանքից արմատախիլան այսօր։ Եվ դուք կտեսնեք հրաշքներ, Աստծո զորավոր հրաշքները կտեսնեք։ Դոլգ պլատիժոմ կրաշեն։ Երբ որ մենք զղջում ենք, ասում ենք, ես ափսոսում եմ, ձեզ Սուրբ Հոգին ցույց կտա, որ բառերի համար դուք ափսոսեք։ Ինձանից սկսած, գուցե չէ, ես էլ ինչ-որ մի բան կարող եմ ասած լինել ցասումի ժամանակ, ինձ ասած լինեն ցասումի ժամանակ, մենք բոլորս կարող ենք այս օրհնությունները Սուրբ գրային վայելել և մեր տանը տեսնել ոչ թե բույսեր, այլ տեսնենք Էդեմյան պարտեզ Հիսուսի անունով, ինչ-որ մեկը թող ասի ամեն սրան, Էդեմյան պարտեզը, տնկողը, տերերի տերն ու արքաների արքանը, իսկ որոմը, այդ զզվանքը, խավարը, լարվածությունը, տագնապը, անվստահությունը, այդ դիվական մթնոլորտը, դա թշնամին է, գրվածը թշնամին եկավ ցանեց որոմը։ Այսօր շատ կարևոր է, որ ամեն տեսակի հին ու նոր, ամեն տեսակի դավանանքներ, խոսքեր քանդենք եւ դնենք նոր հիմքեր եւ վերջի համարներն եմ ուզում կարդալ եւ վերջացնել։ Ուզում եմ ասել, որ Աստված քո հետ է եւ նա դու մենակ չես։ Եսայի մարգարեությունում 41:10 գիտես մարգարեանումը մարգարեն, որ նա մենակ չի, դու մենակ չես, Աստված քեզ հետ է։ Եկեք կանգնենք ոտքի եւ ես ուզում եմ աղոթենք միասին եւ վստահ եմ, որ սրտանց աղոթքը, գիտես տարիներ առաջ ես լսել եմ այսպիսի մի բան, մի ընտանիք ասում է, դե ես չգիտեմ ինչի համար ապաշխարեմ, ասեք ես կապաշխարեմ, այսօր Տերն ասում է ինչի համար ապաշխարես։ Բոլոր այն որոնները, որ տնկվել է քո միջոցով, բոլոր այն որոնները, որ տնկել են քո կյանքում, մեր կյանքում, բոլորի կյանքում, այսօր մենք կարող ենք Տեր Հիսուսի անունով եւ նրա արյան զորությամբ արմատախիլ անել։ Եկեք աղոթենք, սիրելի Տեր, մեծարում ենք քեզ, մեծարում ենք քո Սուրբ անունը։ Եվ այո, այսօր դու մեզ հետ ես, եկեք փակենք մեր աչքերը, որպեսզի ոչինչ չխանգարի եւ աղոթենք միասին, խնդրենք, որ նա ցույց տա բոլոր այն խոսքերը,
որոնք եղել են սխալ քարերի պես, սխալ հիմքերի նման։ Եկեք միասին, եկեք անջատենք տեսախցիկ եւ աղոթենք միասին եւ դուք էլ մեզ հետ այսօրվա այս նյութից հետո առանձնացեք եւ հիշեք բոլոր խոսքերը, բոլոր այն հիմքերը, բոլոր այն քարերը, որ ասել եք, որ ձեզ են ասել եւ այսօր բաց սրտով, մաքուր սրտով, բժշկված սրտով վերադարձեք, բժշկված, օրհնված, ուրախ, լիարժեք դարձեք երկնքի արքայության լիիրավ անդամ Հիսուսի անունով։ Թող Տերը օրհնի ձեզ։ Եկեք աղոթենք այսօր։